فخامة رئيس أرمينيا، أهلا بك على شاشة سكاي نيوز عربية. دعني أعود أنا وإياك بزمن قليلا لمن سنتين، واللقاء اللي كنا قد أجريناه هنا في دافوس، والحديث في ذلك الوقت طبعا في ظل الخلافات الكبيرة اللي كانت مع أذربيجان. اليوم تم اتفاق السلام بين أرمينيا وأذربيجان. أعطينا التفاصيل، الخطوات التنفيذية وما يحدث على الأرض. Շնորհակալություն նախ այս հնարավորության համար, մենք իսկապես երկրորդ անգամ ենք հանդիպում եւ նույնիսկ կարող ենք հիմա ինչ որ առումով ամփոփենք կամ հիշել, թե մենք ինչեր էինք ասում նախորդ անգամ, եւ ես կարող եմ ասել, որ մենք իսկապես այն սպասելիքները, որ ունենք, դրանք այդ սպասելիքները իրականություն են դարձել այս անցած ժամանակաշրջանում, եւ մենք ունենք արդեն ստորագրված փաստաթուղթ երկու Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, որը կատարվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ներկայությամբ, եւ իհարկե ունենք արդեն համագործակցություն Ադրբեջանի հետ տնտեսական բնագավառում, որը անհավատալի էր, եւ ես վստահ եմ, որ այս գործընթացը շարունակական լինելու եւ խաղաղությունը, որ հաստատվել է մեր տարածաշրջանում أذربيجان وهايستان بشكل دارين هاراتف. أرمينيا ضمن الدفعة الأولى من الدول المنضمة لمجلس السلام بدعوة من الرئيس الأمريكي دونالد ترامب. أعطيني تعليقك الأول على هذا المجلس، الأهداف، ما هو المأمول منه، دور أرمينيا فيه وانضمامكم له كيف كان؟ أندرا دارنالوف մեր մասնակցությունը խաղաղության խորհրդի կազմում, ես կարող եմ ասել, որ դա մեծ պատիվ է մեզ համար։ Մենք իսկապես գնահատում ենք այդ պատասխանատվությունը եւ գնահատում ենք հրավերը հենց այդ առումով պատճառաբանությունը ինչի են հրավիրված եւ ինչու մենք ես կարող եմ շատ པարզ բացատրություն տալ, որովհետեւ եւ մենք եւ Ադրբեջանը երկրներն են, որոնք այսօր շատ տեսանելի են եւ աշխարհի համար են տեսանելի, որ ինչպես կարելի է խաղաղություն հաստատել նույնիսկ 30 տարի ավելի կոնֆլիկտի մեջ գտնվող երկրներ ինչպես կարող են խաղաղություն հաստատել եւ այդ խաղաղության հաստատման մեջ առանձնահատուկ դեր ունի Միացյալ Նահանգները եւ նրա նախագահ Թրամփը։ Կարծում եմ մեր մասնակցությունը այս առումով կարեւոր է եւ երկրորդը իհարկե ինչու չմասնակցել մի գործընթացի, որի նպատակը խաղաղության հաստատելն է։ Մենք շատ լավ գիտենք ինչ է նշանակում պատերազմ, մենք շատ լավ գիտենք խաղաղության գինը եւ մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանները մաչակցել այն գործընթացներին, որոնք նախատեսվում է իրականացվել Գազայում եւ իհարկե մեծ սպասելիքներ ունենք, որ այն ինչ որ ներկայացվեց մեծ պաշտոնական միջոցառման ժամանակ. لكن فخامة الرئيس يعني لا نستطيع أن ننكر أنه ما يزال هناك بعض التحديات المتعلقة ربما بالحدود، بالضمانات. ما الذي يجب فعله اليوم حتى يتم تثبيت الاتفاق واستمراره؟ Մենք արդեն փոքր փորձ ունենք մի այդպիսի սահմանների ճշտման հետ կապված եւ այդ փորձը վերաբերում էր 12 կիլոմետր սահմանազատման աշխատանքներին, որ կատարվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Գիտեք, ամենակարևորը, որ ընդհանուր սկզբունքներն են համաձայնեցվել մեր եւ Ադրբեջանի միջեւ, այդ սկզբունքներն են, որ մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ այդ շրջանակներում մենք պատրաստակամություն ենք հայտնել լուծել բոլոր են այսօր գոյություն ունեցող վիճելի հարցերը, որոնք ըստ էության առանց որևիցե լուրջ խնդիրների կարող են լուծվել, այսինքն նկատի ունեմ, որ դրանք սեղանին են դրված եւ այդ խնդիրների մասին երկու կողմն է ծանոթ են եւ պատրաստակամ են լուծելու։ Եվ իմ վստահությունը պայմանավորված է նրանով, որ մենք արդեն ունենք փաստաթուղթ ստորագրված, որը Վաշինգտոնում է ստորագրվել։ Նաեւ մենք ունենք այդ 12 կիլոմետր արդեն դելիմիտացված սահմանը, որտեղ սահմանապահներ են կանգնած եւ ոչ թե զորքեր երկու կողմից, եւ այս խնդիրը մեծ արձագանք էր գտել ժամանակին Երևանում մարդիկ դժգոհություն կամ քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելու համար քննարկման առարկա են դարձրել, բայց հիմա մարդիկ բոլորը տեսնում են, որ այդտեղ միջավայրը խաղաղ է, այդտեղ մարդիկ ոչ թե հեռացել են այդ բնակավայրից, այլ ընդհակառակը 50-70 նոր տներ են կառուցվում, նոր դպրոց կա, այսինքն ամբողջ մթնոլորտն է փոխվել այդ կոնկրետ 12 կիլոմետր սահմանազատման շուրջ, եւ սա վստահություն է ներշնչում եւ մեզ հաղորդում, որ իսկապես
խաղաղությունը հարատև է լինելու եւ այդ խաղաղության հասնելու ճանապարհին մենք վերջնական էսի նկատի ունեմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, սահմաններ բացել, սկսել ակտիվ շփվել, այդ թվում հանրությանը, հասարակությանը հնարավորություն տալ նաեւ շփվել իրար հետ, այս ամենը շատ երկար ժամանակ չի պահանջվի. دعنا نتحدث قليلا عن روسيا. بعد تعليق أرمينيا للمشاركة الكاملة في منظمة معاهدة الأمن الجماعي، هناك من قال بأنه العلاقة فيها توتر، أو خلينا نقول فيها جمود، أو أن أرمينيا اليوم تسعى لإعادة صياغة المستقبل الأمني بعيد عن روسيا. أعطينا حقيقة العلاقة مع روسيا اليوم، كيف تصفها؟ Չէ, տենց խնդիր դրված չի մեր առած, մենք Ռուսաստանի հետ ունենք հարաբերություններ, շարունակում այդ բարեկամական հարաբերությունները, դրանք բազմաթիվ բնակավարներ են, քաղաքական, տնտեսական, մշակութային, ուրիշ բան, որ Հայաստանի դիրքորոշումն է փոխվել վերջին տարիների ընթացքում, մենք ավելի ինքնիշխան ենք դարձել եւ մեր որոշումները ընդունում ենք Հայաստանի շահերից ելնելով։ Եվ սա տարբեր մեկնաբանության է արժանանում, այդ թվում նաեւ այն, որ Հայաստանը չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակել եւ այլն, բայց իրականում այդպես չէ, մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մեր ռուս գործընկերների կարծում եմ պետք է իրանք էլ ընդունեն այս իրավիճակը եւ ավելի շահագրգիռ մոտեցում ցուցաբերեն Հայաստանի հետ հարաբերությունների, ես նկատի ունեմ եւ տնտեսական ներդրումների առումով, ես նկատի ունեմ եւ քաղաքական տարբեր հարցադրումների առումով, բայց ասեմ ձեզ, որ ինչ որ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, դրանք գաղտնի չեն, քաղաքական գործընթացներ կրնեն կամ տնտեսական, դրանք հրապարակային են, այսօրվա Հայաստանի իշխանությունները բաց են եւ հրապարակային են եւ այս առումով մենք մեր գործընկերներին, կոնկրետ դեպքում Ռուսաստանի գործընկերներին մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, այն մոտեցումները, որ մենք ունենք, օրինակ մենք ընդունել ենք օրենք Եվրոպական միության անդամակցության սկիզբ ենք հայտարարել, որը կարծում եմ որոշակի կարող է խնդիրներ ներկա դիտարկվի ռուսական կողմից կամ ընդհանրապես քաղաքական շրջանակների կողմից, բայց սա մեր մոտեցումն է։ Սա ոչ միայն մեր մոտեցումն է, սա մեր ժողովրդի ցանկությունն է եւ կարծում եմ ընկալումը պետք է լինի adekvat։ Եվ սա ճշնամական քայլ չի։ Սա որևէ մեկին ուղղված քայլ չի, սա Հայաստանի շահի միտված քայլն է։ Եվ նույնը վերաբերում է այս նոր մեր նախագծին, որը կոչվում է Trump Road for International Peace and Prosperity։ Որի հետ կապված մենք մեր ռուս գործընկերներին ենք ներկայացրել, որ սա ընդամենը մի հնարավորություն է, որտեղ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Ադրբեջանի երկու մասը բաժանող Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը երկաթուղին եւ ճանապարհը վերականգնել, որը մեծ հնարավորություն կտար դառնալ տարանցիկ երկիր եւ որից կարող են օգտվել նաեւ ռուսական ընկերությունները, առավելևս որ ռուսական երկաթուղին, մեր հայկական երկաթուղին հանձնված է ռուսական երկաթուղու կոնսենսայով եւ կարող է այսօրվա որը աշխատում է ցավոք սրտի ոչ շահութաբեր, բայց հնարավորություն կունենա թրիփի աշխատելուց հետո դառնա շատ եկամտաբեր, որովհետեւ Հայաստանը ինքը կդառնա տարանցիկ երկիր։ Այսինքն մենք մեր բոլոր ծրագրերը, մեր բոլոր մոտեցումները, նաև մեր նոր գաղափարները հրապարակային ենք ներկայացնում եւ այստեղ քաղաքական ինչ որ այսպես գաղտնապահություն որպես ներկայացնել տեղին չի եւ մենք շարունակելու ենք համագործակցությունը եւ Ռուսաստանի հետ եւ այն պարտավորություններն են կատարելու, որի մենք ստորագրել ենք, ասենք նույն ԵԱՏՄ-ին է վերաբերում, այնքան ժամանակ, երբ որ իրականում կգա, միգուցե կգա այդ պահը, երբ որ հնարավոր է, որ մեզ հնարավոր չլինի համատեղել, ասենք Եվրասիական տնտեսական միությունը եւ այն իրավիճակը, որում մենք կհայտնվենք կապված Եվրոմիության դեպի մեր քայլերին։ Սա ուրիշ իրավիճակ է, երբ կլինի, ես էլ չգիտեմ, բայց մի մեծ ճշմարտություն կա, որ մենք այո, մեր տնտեսությունը ձգտում ենք դարձնել Եվրոպական միության ստանդարտների։ Դեռ որևէ վատ քայլ չկա եւ այդտեղ որևէ վատ ցանկություն չկա։ Մենք ուզում ենք դառնալ մրցունակ երկիր, իսկ մրցունակ երկիր լինելու համար այսօր լավագույն օրինակը Եվրոմիության չափանիշների համապատասխան ծառայություն կամ արտադրանք ունենալն է։ Կարծում եմ Ռուսաստանն կձգտի դրան կամ ձգտում է շատ երկրներ, որոնք իրականում ուզում են, որ իրենք աշխարհում այս մրցակցային աշխարհում լինեն մրցունակ։ بالحديث عن المشروع تريب
ورغبتكم أيضا بالانضمام لأوروبا والخطوات اللي يتم اتخاذها بهذا الخصوص. بدي أسألك عن التوتر المتصاعد ما بين الولايات المتحدة الأمريكية وإذا عندك مخاوف بخصوصه، برأيك هل سنرى حل قريب له أم المزيد من التصعيد؟ Նախ եւ առաջ մի լրացում կատարեմ Եվրոպա միության հետ կապված նաև թրիփի մասով։ Մենք նաև հիմա բանակցում ենք Եվրոպա միության մեր գործընկերների հետ, որտեղ իրենք էլ մասնակցություն ունենան Հայաստանի ենթակառուցվածքների ներդրումների առումով։ Եվ այստեղ որևէ տարանջատում չլինի եւ որևէ կոնֆլիկտային իրավիճակ չլինի, այս առումով սա ուղղակի առանձին հարց։ Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ հատկապես Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միություն հարաբերություններին, որի մասին վերջին 3 օրերին Դավոսում ես շատ միջոցառումների մասնակցելով լսել եմ կարծիքներ, քննարկումներ, եզրակացություններ թվում Դոնալդ Թրամփի 2 ելույթ եմ լսել, ցավոք սրտի իմ հանդիպումները այնպիսիներ, որ չկարողացա պարոն Մակրոնի ելույթին ներկայացնել, կուզեի դա լսել։ Գիտեք, շահերի բախում է տեղի ունենում աշխարհում ընդհանրապես այս տուրբուլենտ հիմա աշխարհում փոփոխությունները տեղի ունենում, որի կարիք ունենք մենք բոլորս, որտեվ աշխարհում տեղի ունեցող շատ հարցեր չեն կարողանում լուծել համատեղ եւ հիմա ինչ որ նոր ձևաչափեր են հարկավոր, որպեսզի այդ խնդիրները, ասենք այդ կոնֆլիկտները կարողանան լուծում ստանալ։ Կոնկրետ դրանցից մեկը այս համաձայնագիրներ խաղաղության, որ ստորագրվեց, որի մասնակցում են նավթական համաձայնություն են տվել 59 կամ 60 երկիր։ Նույն Գրենլանդիայի խնդիրն այսօր առաջացել, նույն Վենեսուելայի խնդիր կա եւ այլն, բայց ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության մեջ այն աստիճանի հարաբերությունները սրվելու են, որ դրանք ուղղակի անկառավարելի լինելու չէ։ Եվ վերջո երկուսն են նույն արժեքները ապրող երկրներ են կամ միավորներ են։ Ես նկատի ունեմ եւ Միացյալ Նահանգների համար եւ Եվրոպական միության համար, երկրների համար կարևորագույն արժեքներն են ազատությունն ու ժողովրդավարությունը։ Ինչու է Հայաստանը ձգտում Եվրոմիության անդամակցության, որովհետեւ մեզ համար գերագույն արժեքներ են ազատությունը եւ ժողովրդավարությունը։ Եվ ես կարծում եմ այս արժեքների շրջանակներում ցանկացած հարց կարելի է քննարկել։ Այդտեղ նաեւ այսօր վիճելի թվացող, որը հրապարակային է դարձել։ Միգուցե նախկինում էս ամեն ինչ հրապարակային չէր, կուլիսայիններ եւ մենք չենք տեղակ չենք դրա մասին։ Այսօրվա Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի աշխատանքային ոճը միգուցե այդպեսին է, որ ավելի հրապարակային է, մենք ավելի այսպես ներկայ ենք գտնում կամ տեսնում ենք այն իրավիճակները, որոնք այսօր կան, բայց իմ մասնակցությունը այս քննարկումներին իմ ներքին այսպեսի մի համոզմունքի եմ բերել, որ իսկապես սա գործող աշխարհում կառավարման համակարգի առողջացմանը միտված քննարկումներ են։ Եվ այս քայլերը առաջին հերթից իհարկե անսպասելի են, նույնիսկ կարող է շատերի մոտ անընդունելի լինեն, բայց ի վերջո ես վստահ եմ, որ սառնադատողությունը, նաև պատասխանատվությունը եւ Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների բերելու է նրան, որ իրենք կարողանանում են ընդհանուր մի եզրահանգման գալ, որովհետեւ ի վերջո իրենց հարաբերությունների սրումը դա աշխարհի համար դրճագույն խնդիրներ եւ շատ երկրների համար։ Շատերը պետք է արդեն ըստ էության դիրքորոշումների կամ որոշումների կայացման առջև կանգնեն։ Ես կարծում եմ, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրոմիությունը այդպիսի փաստի առաջ մեզ բոլորից չեն կանգնեցնի։ جميل. طيب بالحديث عن هذا المشروع، مشروع تريب، وأيضا الرغبة الأرمينية بالانضمام إلى أوروبا، خليني أسألك عن تصاعد التوتر اللي عم بصير ما بين الولايات المتحدة الأمريكية وأوروبا. شو رأيك فيها بداية؟ المخاوف بهذا الخصوص، وهل تعتقد بأننا سنرى حل قريب لها أم المزيد من التصعيد؟ Ես նկատում եմ, որ մենք արդեն օրենք ունենք, որ մենք սկսում ենք Եվրոմիության անդամակցություն, սկիզբն է։ Ես նկատում եմ դա ինչքան կտևի չգիտենք եւ իհարկե նաեւ ըստ էության դա ավելի շուտ առաջին է։ فخامة الرئيس إيران الجارة المهمة لأرمينيا أكيد
واللي كانت هاي السنة فيها الكثير من التحديات بالنسبة لها، يعني الضربة الأمريكية التي حدثت، التصعيد ما بينها وبين إسرائيل، والضربة اللي كانت متوقعة جدا من الولايات المتحدة الأمريكية والتي تم إيقافها من الرئيس الأمريكي في اللحظات الأخيرة. قديش في عندك مخاوف من أي تصعيد على مستوى إيران كجارة وشريكة اليوم لأرمينيا؟ وهل لديكم ربما خطط للتحوط من أي تصعيد في السيناريو؟ Իրանը իսկապես մեզ բարեկամ եւ նաեւ պատմականորեն երկարաժամկետ հարևան եւ բարեկամ երկիր է եւ Իրանի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ ունեն մեր արտաքին քաղաքականության մեջ եւ առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն մեր երկրի եւ մեր ժողովրդի համար եւ Իրանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն դա կրնի արտաքին ազդեցության թե ներքին իրավիճակի ցելներով մեզ մտահոգում է եւ մենք անհանգստանում ենք դրանով ըստ էության նույնն է թե այդ ամեն ինչը մեր երկրի նկատմամբ կատարվի եւ ազդեցությունները շատ անմիջական է ես կարող եմ ասել օրինակ այս վերջին իրադարձությունների ժամանակ օդ 3 օր մեր սահմանը փակ է եղել Իրանի հետ եւ եթե ամեն օր Իրանի սահմանը հատում էին մոտ 300 մեքենա այդ 3 օր այդ 300 մեքենաները ապրանքներով հաստատել է Երևան չեն ասել կամ Երևանով դեպի այլ երկրներ չեն ասել եւ այդ առումով մեզ ընդհանրապես Իրանում քաղաքական կայունության եւ տնտեսական կայունության փաստը շատ կարեւոր է մեր անհանգստությունները պայմանավորված են նրանում որ նաեւ տեղի ունեցան ընդհարումներ վերջին այս ընդհարումների մասին եմ խոսում որոնց հիմնական հիմքը կամ պատճառը տնտեսականն էր սոցիալական էր որտեղ մարդիկ դուրս են եկել դժգոհելու իրենց սոցիալական վիճակի վատթարացումից եւ այստեղ եւ Իրանի նախագահի արձագանքներ եւ Իրանի խորհրդարանի ղեկավարի արձագանքներ որ իսկապես մենք պատահավոր ենք լսել մարդկանց դժգոհությունները եւ այդ դժգոհությունները տնտեսական օբյեկտիվ հիմք ունեին որը վերաբերում էր ինֆլյացիային որը վերաբերում էր իրենց տեղական արժույթի արժե զրկմանը ինչպես նաեւ վերաբերում է կտրուկ իրավիճակի տնտեսական փոփոխությանը եւ ցավոք սրտի կարծես թե պատժամիջոցները երկարաժամկետ որ կան Իրանի նկատմամբ իրենց բացասական ազդեցությունն են թողել արդեն Իրանի իրական տնտեսության մեջ նաեւ բնական խնդիրներ դուք եթե հիշում եք անցյալ տարի նաեւ Թեհրանը Իրանը ջրային խնդիրներ ունեն որտեւ մեր տարածաշրջանում այդ թվում Հայաստանում սակավաջուր տարի էր եւ մենք այդ որոշակի առումով հատկապես ռոռոկման ջրայի հետ կապված խնդիրներ ունեինք եւ ստիպված էինք մեր Սևան լճից որ անձեր մխելի սառնորակ ջրի այսպես ասած անբար է մեզ համար օգտագործել ռոռոկման նպատակներով այսինքն նաեւ բնական օբյեկտիվ իրավիճակ այնպիսին էր որ Իրանում նրջագույն խնդիրներ էին առաջացել մեր գործողությունները երբևիցե ուղղված չեն եղել եւ չեն լինելու Իրանի դեմ որովհետեւ շատերը միգուցե կփորձեն նաեւ ներկայացնել մեկնաբանել բայց այդպես չի եւ մենք ունենք եւ ուղղակի կապ հնարավորություն կապվել Իրանի ղեկավարության հետ ճշտել մեր դիրքորոշումները մեր աներիկները մեր պատրաստակամությունն ենք հայտնել նաեւ օգտակար լինել ինչով որ կարող ենք այսինքն Իրանի տիրող իրավիճակը այսպես անմիջական ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր բնակավարներում եւ սա եւս մեկ անգամ խոսում եմ մասին որ պետք է հարևանների հետ ունենալ բարեկամական հարաբերություններ հարևանների հետ պետք է ունենալ բարեդրացական հարաբերություններ հարևանների հետ պետք է միշտ ունենալ տնտեսական շահ եւ առաջնորդվելով դրանով իրար հետ հարաբերվել եւ իհարկե նպաստել որպեսզի միմյանց նպաստել որպեսզի մեր երկրներում իսկապես ցցումային երևույթներ չունեն, այսպես արտարոցային երևույթներ չունեն, ես վստահ եմ, որ Իրանը եւ ժողովրդի հետ այս վիճակից դուրս կգան եւ կկարողանան գտնել դրանց ճիշտ միջոցներ, ձևեր եւ բարելավել իրենց տնտեսական կյանքը, որը հիմնական պատճառն է եղել այսօրվա իրավիճակի եւ նաեւ իհարկե դրանով իրենց երկրում հաստատել կայունություն տնտեսական եւ քաղաքական ինչու՞ չէ որովհետեւ այդպեսի իրավիճակ էլ եղավ եւ նաեւ ասեմ ձեզ
Իրանի իրավիճակը միայն Հայաստանին չէր անհանգստացրել, այլ ամբողջ տարածաշրջանն իրան հանգստացրել, այդ թվում նաև ծոցի երկրներին, որոնք իրենք էլ իրենց հնարավորությունների չափով մասնակցություն ունեցան որոշ երկրներ, որպեսզի Ամերիկայի կողմից կտրուկ գործողություններ չլինեն ուղղված Իրանին, որովհետև իրականում դա լրջագույն խնդիրներ կստեղծեր տարածաշրջանի երկրների թվում նաև Հայաստանի համար, եւ ես հույս ունեմ, որ խաղաղ եւ բանակցային սեղանի շուրջ կլուծվեն այն բոլոր հարցերը, որոնք կապված են Իրանի شورج كان إيراني هيد. فخامة الرئيس شكرا جزيلا لحضورك معنا اليوم وكل هذه المعلومات والتفسيرات وكل التوفيق لكم.